Այսօրվանից սկսված առաջիկա 5 օրերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած հայհոյադուլ է հայտարարել։ Հունիսի 28-ի կեսգիշերին մոտ Facebook-յան գրառմամբ վարչապետն ընդդիմախոսներին առաջարկեց այսպես ասած հրադադար վերցնել։ Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի X ամսաթվից հանրային քաղաքական հրապարակային դաշտում հայհոյախոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից պարականոն բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա։ Իսկ ինչու տևական ժամանակ ոչ նորմատիվ խոսույթով գրառումներ անող Փաշինյանը որոշեց վետո դնել ինքն իր վրա, որոշեց կրթվել։ Իշխող ուժի падգամավոր Ռուստամ Բաքոյանը համաձայն չէ լրագրողի այս ձևակերպման հետ։ Վարչապետը կիրթ է եւ կիրթ ձևանալ կամ կիրթ դառնալ հնարավոր չէ տվյալ պահին։ Շատ կարևոր է, որ հանրային տիրույթում քաղաքական գործիչների խոսքը շատ ավելի անաղարտ լինի, բայց ցավոք մենք նաև նկատում ենք, որ ընդդիմադիր մեր գործընկերները հենց իրենց կարևոր մեխերից մեկը գործունեության համարում են նաև նման գործելավոճը, հետևաբար ես իմ անձնական կարծիքն է, որ ընդդիմությունը իր որդեգրած քաղաքականությունից, գործելավոճից պայմանավորված նաև հենց իրենց բառապաշարով պարզապես չեն փոխելու։ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը տևական ժամանակ բավական կոշտ, հաճախ վիրավորական եւ հայհոյախառն գրառումներ էին կատարում, հատկապես բարձրաստիճան հոգեվորականների, ինչպես նաեւ քննադատող պաշտոնյաների հասցեին։ Սա քննադատությունների տեղիք է տվել թե սոցցանցում, թե ընդդիմության շրջանում։ Փաշինյանը ինքը Հայաստանի քաղաքական մշակույթը իջեցրել այնպիսի գարշելի մակարդակի, որ մարդ իրոք տհաճություն է արդեն զգում, ասում որևէ ղեկավար Հայաստանի Հանրապետությունում, գիտեք, ժեկի պետից սկսած մինչև նախագահ, իրեն թույլ չի տվել նման գարշելի արտահայտություններ։ Եվ մինչ Փաշինյանն առաջարկում է հայհոյախոսությունից ու վիրավորանքներից հնգորիա արձակուրդ վերցնել, ԽԱՊ ղեկավարը շեշտում է, ոչ թե դադար է պետք, այլ իսպառ բացառել այս խոսույթը։ Ոչ թե 5 օրվա պետք է լինի, այլ ընդհանրապես բացառելու միտում պետք է այս գործընթացը ունենա։ Եթե ոչ, ապա սա, այսպես ասած, կամպանիայի շինայի նման մի բան է լինում, որ 5 օր տեսնենք ինչ կստացվի եւ այլն եւ այլն։ Եվ սա մի քիչ այսպես անլրջություն է հաղորդում այդ լուրջ խնդրին։ Արդյոք Փաշինյանի հրադադարը պայմանավորված է Facebook-ի կողմից վարչապետի գրառումներից այս մեկը հեռացնելով։ Գրառումն արվել էր հունիսի 17-ին, ըստ ամենայնի կամ օգտատերերի բողոքներից հետո, կամ Մետան ընկերության կանոններով արգելված բառեր է գտել։ Նույնիսկ Facebook-ը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի լինել Facebook-յան օգտատեր ու բլոկում է իր գրածները։ Իսկ մենք իրան հանդուրժում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ ԽԱՊ նախագահը չի բացառում, որ դա կարող է լինել պատճառը, ուստի կոչ է անում երկու կողմերին էլ։ Եթե սա չի մտահոգում ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը, ապա ես կարող եմ եզրակացնել, որ քաղաքական ուժերը ուղղակի այլևս որևէ արգելք իրենց համար չեն դնելու եւ կտրականություն չեն դնելու մեթոդների, միջոցների միջև, միայն թե իրար ոչնչացնեն եւ հասնեն իշխանության։ Սա շատ դատապարտելի եւ ես կասեի, որ անհանդուրժելի մոտեցում է։ Փաշինյանը սակայն 3 ակնարկեց, հրադադարը երկար չի լինի։ Նոր գրառմամբ վարչապետը հայտարարեց, կողմնակիցների ու ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքը չի հանդուրժելու։ Կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, ես կվարվեմ նույն կերպ։ Կլինի հայհոյանք ու վիրավորանք, արձագանքելու եմ նույն կերպ։ Կլինի հարգանք, կարձագանքեմ հարգանքով։ Ստացվում է, Փաշինյանը հավասարվում է սովորական օգտատիրոջ, իշխող կուսակցության падգամավորը հակադարձում է։
Անընդունելի է մտնել մարդկանց ընտանիք, եթե խոսքը վերաբերվում է աշխատանքին, ապա այս մասով բազմաթիվ քննադատություններ կարող են լինել, բայց մարդու ընտանիք մտնելը դա բարոյականության սահմաններ հատելն է եւ եթե կա մարդն էլ ընդունակ է համբերության եւ համբերության իր սահմանագիծը ունի եւ այդ սահմանագծից հետո ինքն է որոշում ինչպես պատասխանել այն հայոյանքներին կամ հայոյախառն քննադատություններին, որոնք ուղղված են իր ընտանիքին։ Փաշինյանը սեփական գրառման մեջ հարց է բարձրացնում. պատիժ սահմանենք ծանր վիրավորանքի համար, եւ ինքն էլ պատասխանում, որ ժամանակին դա էլ փորձեցինք, բայց անօգուտ։ Քաղաքասարակությունը խնդրի լուծման ավելի պարզ քայլ է առաջարկում, իսկ գուցե պարզապես չհայհոյել եւ չվիրավորել միմյանց։ Այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլև առաջինը հենց երկրի վարչապետին։